Համանարական կարգը տաբալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տաբալել է 2018 թվականին, բռնազավթել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանիչը նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադարյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վգա, թե մեղադարյալ, թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետք է համանարական կարգը տաբալենք, մենք Եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք համանարական կարգը։ Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգելավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղի եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտեք էլ ովքեր են։ Չէ, ժամ 8-ին։ Առավոտ ժամ 8-ին։ Դիմակավորված ԱԱՑ-ական։ Չէ, դիմակավորված չէին։ Ուղղակի ներկայացան Կոդակի մարզի ԱԱՑ-ն եւ քննչական։ Հետո որ հարցնում էի ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել Այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում են, ինչ հա։ Ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Նրա համար որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն էլ քաղաքական հեծաբնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեկուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դրան 1000 անգամ Ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն, թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս քերես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Իշխանությունը տարբեր փուլերում ընտրում է իր թիրախներին։ Այսպես կոչված, եթե որ լինում են կոնկրետ իրավիճակներ, հոդվածներ են դրվում մարդկանց վրա, հետագայում արդեն մնացած է ինչ որ դուք ձեր հարցադրման մեջ նկարագրում եք, դրա փաթեթավորումն է, որը տարբեր ԿՊԱ-ականների միջոցով դուրս է գալիս։ Հիմա այսօր բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, բազմաթիվ մարդկանց տանը խոզարկություններ են եղել, սկսած Բագրատ Սրբազանից, վերջացած Արցախի խորհրդարանի նաև պատգամավորով, որոնցից մեկը Դավիթ Գալստյանն այս պահին էլ գտնում եք քննչական այս բաժնում, եւ այն մարդիկ գոնե որ ես եմ ճանաչում այս ձերբակալվածների շրջանում եւ կարդացել եմ քննչականի հաղորդագրությունը, միմյանց հետ որևէ առնչություն անկեղծ ասած չեմ տեսել։ Բայց մյուս կողմից էլ հիմա երևի մեր հասարակության մեջ էլ տենց առանձնապես զարմացող մարդիկ չկան, որովհետեւ այս ընթացքը այս իշխանության ուղեկցվել է բռնություններով, ձերբակալություններով, քաղաքական հետապնդումներով եւ դրա վառ վկայությունները այսօր նաեւ տեղի ունեցած իրադարձություններն են։ Այսպես CVKM-ը համարվում է քաղաքացիական պայմանագրի օրգանը, այդ ԶԼՄ-ի միջոցով տեղեկություններ են հրապարակում, հետո քննչականն է տեղեկություններ հրապարակում, բայց մեզ փաստորեն արգելել են։ Ես շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որովհետեւ հաստատ լինելու են, եթե ոչ կեղծ, ապա մոլորեցնող տեղեկություններ հանրությանը, որպեսզի իրենց համար ավելի այսպես շահեկան ձևով տեղեկատվական դաշտը գնա։ Սա շատ կարևոր հարց է, ես նախապես եմ ուզում դրա մասին խոսեմ, ինձ նախազգուշացրել են, վստահ եմ մյուս բոլոր պաշտպաններին են նախազգուշացնելու, սա կարևորագույն խնդիր է նաև լրատվամիջոցների համար։ Մենք ցանկանում ենք ապահովելու համար ենք կա։ Դուք տեսնում եք այս շարժական դարպասը։ Ձեր անվտանգությունը դարպասը բացելուց չգնեք տակ։ Այսքանով եկել եք դարպասը։ Քաղաքացիների Ահա